Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դուք պաշտոնապես հաստատեք կամ հերքեք մասնակցելու եք արդյոք մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին, եթե ոչ, ապա ինչու եւ արդյոք Հայաստանից որևէ ներկայացուցիչ լինելու է թե ոչ, եւ ձեր այս ասուլիսին ճեպազրույցին զուգահեռ ասուլիս է տալիս Սամվել Կարապետյանը եւ հայտարարել է, որ իրենք հաղթելու են ընտրություններում, հորդորել լրագրողներին անկաբաններ չքննարկել եւ ասել է, որ այդ վստահությունը գալիս է մեջբերեմ ձեր բավական ցածր ռեյտինգից։ Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ապրիլին Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավ բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին եւ արդեն հայտարարել ենք, որ քարոզարշավի ենք եւ մասնակցելու ենք քարոզարշավի եւ էլի ես սովորություն չունեմ մեկնաբանել են հայտարարությունները, որը անձամբ չեմ լսել եւ տեղյակ չեմ, բայց ընդհանրապես զվարճալի է լսել, որ որևէ մեկը, որը ընդհանրապես տեխնացու չի եւ չի կարող լինել, հայտարարում է, որ ինքը ընտրություններում հաղթելու է։ Հասկանում եք, այսինքն չի կարող ընտրություններում հաղթել մի մարդ, որը ընդհանրապես ոչ մի բանի տեխնացու է։ Չեք ավարտել ձեր հարցը։ Չեք ավարտել ձեր հարցը։ Գիտեք ինչ, բոլոր հրապարակված հարցումների համաձայն մեր վարկանիշը առնվազն կրկնակի ավելա ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր ուժից, ասել էդ էլ մենք մենք չենք ասում։ Այսինքն դուք չգիտեք այդ հարցումները հրապարակվում են, դուք տեղյակ չեք այդ հարցումներից։ Շնորհակալություն, հաջորդ հարցը կետրոն։ Պարոն Փաշինյան, Ռուսիայի նախագահը այստեղ Եվ իմիջիայլոց ես ասեմ, ես ազգային ժողովում խնդիր եմ ձևակերպել եւ այդ խնդրով մենք քաղաքացիների հետ աշխատելու ենք, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ չեմա։ Մեր ծրագիրը դա է, որ նրանցից որևէ մեկը պետք է չհաղթահարի խորհրդարան անցնելու անհրաժեշտ չեմա։ Եվ կոնկրետ խոսում եմ Հայաստան դաշինքի մասին, խոսում եմ ուժեղ Հայաստան կուսակցության մասին եւ խոսում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին։ Այսինքն այդ կուսակցությունները լավ պետք է մտածեն խորհրդարան անցնելու մասին, այդ որ ասում են հաղթելու ենք, էս ենք անելու, ինչ ենք անելու։ Այդ ծիծաղելի է ուղղակի։ Այդ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ մարդիկ Հայաստանում քաղաքական գործընթացի հետ ու ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն, որևէ կապ չունեն։ Իրանց ինֆորմացիայի եւ ներշնչանքի աղբյուրները Հայաստանի Հանրապետությունում չեն այդ 100%։